Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը կարիճ նշանի համար։ Կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին, ինչպես նաև կնշեմ լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ առաջին հերթին հորոսկոպը պետք է նայել ասցենդենտի նշանով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի խոյ նշանում, դա համարվում է ձեր 6-րդ տունը։ Երբ արևը 6-րդ տանն է, լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր աշխատանքի հարցերով, ընտանիք կենդանիների հետ կապված հարցերով եւ իհարկե անպայման առողջությամբ։ Եթե ցանկանում եք հիանալի ժամանակահատված է ինչ-որ նոր դիետա ունենալու, նոր առողջ սննդակարգի անցնելու, ձեզնով զբաղվելու։ Ամսի 20-ից հետո, ապրիլի 20-ից հետո արևը կանցնի ցուլ նշան ձեր 7-րդ տուն եւ բարենպաստ ժամանակահատված կստեղծի ձեզ համար, որպեսզի զբաղվեք ձեր հաճախորդներով, գործընկերներով, ամուսնու կնոջ հետ կապված ինչ-որ հարցեր, գուցե եթե ինչ-որ գործողություններ ցանկանում կատարել, լավ ժամանակահատված է, օրինակ միասին հանգստանալ եւ այլն։ Մերկուրի մոլորակը մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկներ նշանում, ձեր 5-րդ տանը։ Դա նշանակում է, որ անընդհատ նորություններ, զանգեր, կապված ձեր երեխաների հետ, զբաղված կլինեք երեխաների հարցերով, ինչ-որ փաստաթղթաբանությամբ, ինչպես նաև հնարավոր է ինչ-որ զանգ ստանաք, ձեզ հրավիրեն ինչ-որ կինո, ռեստորան, թատրոն նման ինչ-որ վայրեր։ Այնուհետև ապրիլի 15-ից հետո Մերկուրի մոլորակը կանցնի խոյ նշան, ձեր 6-րդ տուն, եւ այդ խոսակցությունները, զանգերը, բանակցությունները, փաստաթղթաբանությունը կապված կլինի ձեր աշխատանքի վայրի հետ։ Ինչպես նաև առողջական թեմաներով, գուցե այս ժամանակահատվածում որոշեք անալիզներ հանձնել, կամ ինչ-որ նոր աշխատանքի գնաք, աշխատանքային պայմանագիր ստորագրեք, կամ ընդհակառակը որոշեք դուրս գալ եւ այլն։ Վեներա մոլորակը մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում, ձեր 7-րդ տանը, եւ ձեզ համար բարենպաստ ժամանակահատված է, որպեսզի նոր հաճախորդներ ներգրավեք, հաճելի հարաբերություններ, հաճելի ժամանց ամուսնու կամ կնոջ հետ, լավ ժամանակահատված է ամուսնանալու համար, գնալու ԶԱԳՍ։ Ապրիլի 24-ից հետո Վեներա մոլորակը կանցնի երկօրյակ նշան, ձեր 8-րդ տուն։ Իսկ 8-րդ տունը իրենից ներկայացնում է այն գումարները, որոնք մենք չենք աշխատել։ Դա այսինքն ընդհանուր ընտանեկան բյուջեն, կարող է լինել ընտանեկան բյուջե, պետական բյուջեից եկող գումարներ, բանկային համակարգից եկող գումարներ եւ այլն, այսինքն եթե ցանկանում եք օրինակ վարկ ձևակերպել, դրա համար բարենպաստ ժամանակահատված կլինի։ Մարս մոլորակը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 5-րդ տանը, հնարավոր է տարաձայնություններ լինի ձեր սիրեցյալի հետ, հնարավոր է տարաձայնություններ լինեն երեխաների հետ։ Զգուշացրեք ձեր երեխաներին, որ զգույշ լինեն սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, կրակի հետ աշխատելիս, ինչպես նաև ճանապարհներ գնալիս։ Ապրիլի 10-ից հետո Մարս մոլորակը կանցնի խոյ նշան ձեր 6-րդ տուն։ Հնարավոր է իհարկե բոլորին սա չի վերաբերվում, ծննդյան քարտեզով է պայմանավորված, բայց Մարսը 6-րդ տանը հիմնականում առողջության հետ կապված հարցեր են առաջանում, այսինքն հնարավոր է վիրահատություն լինի, հնարավոր է մրսեք, հիվանդանաք, տաքությունը բարձրանա, շատ հաճախ նման դեպքեր են լինում, ինչ-որ վիրուս վերցնեք, ինչպես նաև տարաձայնություններ կարող է լինեն աշխատավայրում, կամ գուցե նոր տղա գոլեգա ունենաք։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել Խեցգետի նշանում, այս ամսում շարժվելով 15-ից 18 աստիճան, Յուպիտերը գտնվում է ձեր 9-րդ տանը եւ ընդլայնում է ձեր հնարավորությունները կապված արտասահմանի թեմայի հետ, ինչպես նաև եթե ցանկանում եք վիզա ստանալ, Յուպիտերը ձեզ կօգնի հեշտ ստանաք այդ վիզան։ Եթե ցանկանում եք օրինակ ամուսնալուծված եք երկրորդ անգամ ամուսնանաք, ապա Յուպիտերը ձեզ կօգնի այդ հարցում։ Նախորդ տարվա 2025 թվականի հունիսից մինչև այս տարվա հունիսի վերջը Յուպիտերը գտնվելու է ձեր 9-րդ տանը եւ ձեզ շատ է օգնելու այն ամենի հետ, ինչը կապված է բարձրագույն կրթության հետ, արտասահմանի հետ եւ երկրորդ ամուսնություն, եթե իհարկե ցանկանում եք։ Այս ամսում բոլորից շատ այն կարիճները կզգան Յուպիտերի դրական ազդեցությունը, ովքեր ասցենդենտով են կարիճ, ասցենդենտը գտնվում է կարիճի 15-ից 18 աստիճաններում կամ ովքեր ծնվել են նոյեմբերի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա սիրելի ընկերներ, Յուպիտերի դրական փոփոխությունները, մեծ նվերները բերելու է ձեզ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 11-ից 14 աստիճան է շարժվելու, աղեղնավորը ձեր երկրորդ տունն է, սև լուսինը երկրորդ տանը, սիրելի ընկերներ, հնարավոր է ձեզ բերի անհիմն ծախսեր, անհիմն գնումներ,
Մի տրվեք սև լուսնի գայթակղություններին, որպեսզի խնդիրներ չառաջանան գումարի հետ կապված։ Եվ եթե ինչ-որ ներդրումներ պետք է կատարեք, շատ զգույշ եղեք։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 5-ից 9 աստիճան շարժվելով, Խոյը ձեր 6-րդ տունն է, առողջության թեման է, աշխատանքի թեման է, հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չգնաք աշխատանքի, դա կարող է պայմանավորված լինել օրինակ դեկրետ գնալով, իհարկե սա միայն այս ամսին չի վերաբերվում, առաջիկա 2.5 տարիների ընթացքում այնտեղ է լինելու Սատուրնը, բերելով իր սահմանափակումները, կամ գուցե առողջության հետ կապված ինչ-որ սահմանափակումներ լինեն, այսինքն օրինակ առողջության պատճառով անցնեք ինչ-որ նոր սննդակարգի նման հարցեր կարող են լինել։ Ուրան մոլորակը, սիրելի ընկերներ, սկսած ապրիլի 24-ից մինչև 2033 թվականի մայիս ամիսը գտնվելու է երկվորյակ նշանում։ Այս ժամանակահատվածը, սիրելի ընկերներ, շատ կարևոր է լինելու։ Նախորդ մոտ 7 տարվա ընթացքում գտնվում էր ձեր 7-րդ տանը, բերելով մեծ փոփոխություններ շատ կարիճների, կապված ամուսնու կնոջ, այդ հարաբերությունների մեջ։ Առհասարակ ինչ-որ մարդկանց հետ, ում հետ դուք ունեք գործարք ընկած։ Գործընկեր դա կարող է լինել, ամուսինքին կարող է լինել, չէ՞ որ ԶԱԳՍ-ը եւս համարվում է այդպես գործարք, կարծես։ Հիմա արդեն անցնելու է ձեր 8-րդ տուն եւ 8-րդ տունը, որ ձեր կողմից աշխատած գումարներն են։ Այս ոլորտում, ինչպես նաեւ վտանգավոր իրավիճակները, այս ոլորտներում Ուրանը ձեզ կբերի այնպիսի փոփոխություններ, որ դուք անգամ մտածել չէիք կարող։ Եթե լինեն օրինակ դրական դիրքավորումները, ապա շատ հնարավոր է, որ ինչ որ տեղերից մեծ գումարներ ստանաք, անսպասելի կերպով ձեզ օգնեն, կարող է պետական համակարգից լինի, կարող է ինչ որ եկամտի աղբյուրներ լինեն, կարող է լինել, բայց եթե լինի ծննդյան քարտեզով պայմանավորված բացասական դիրքավորումներ, ապա շատ հնարավոր է վտանգավոր ինչ որ իրավիճակներ լինեն, սա արդեն անհատական պետք է նայվի անհատական քարտեզով։ Այժմ նորալուսնի լիալուսնի հետ կապված առաջինը լինելու է լիալուսին ապրիլի 2-ին, մի 2 օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս լիալուսինը կլինի ձեր 12-րդ տանը, դա հեռավոր հողերն են, մենությունն է, հիվանդանոցներն են, զգույշ եղեք, քանի որ այս ժամանակահատվածում առողջական խնդիրներ կարող է ի հայտ գան կամ ուղղակի այս լիալուսնի ազդեցության ներքո որոշեք մեկնել արտերկիր հանգստանալու։ Եվ նորալուսին կլինի ապրիլի 17-ին Խոյ նշանում ձեր 6-րդ տանը, նորալուսինը դա նոր էներգիա է, նոր սկիզբ է կապված աշխատանքի հետ, ընտանիք կենդանիների եւ առողջության հետ։ Այժմ անցնենք լարված օրերին, լարված օր է լինելու սիրելի ընկերներ։ Ապրիլի 4-ը Վեներան եւ Պլուտոնը կազմելու են 90 աստիճանի անկյուն, զգույշ եղեք այս օրը, կարևոր գործարքներ մի կնքեք, ֆինանսական հարցեր, հարաբերություններ մի բարձեք։ Հատկապես այն կարիճները պետք է զգուշանան, ովքեր ասցենդենտով կարիճ են, ասցենդենտը գտնվում է կարիճի 5 աստիճանում, կամ ովքեր ծնվել են հոկտեմբերի 28, 27, 28, 29, հատկապես 28-ի ծնվածները թող լինեն շատ զգույշ այս օրը։ Եվ այս օրերի ծնվածները թող զգուշանան նաև ապրիլի 24-25-ից, քանի որ արևը եւ Պլուտոնն են կազմելու 90 աստիճանի անկյուն կրկին լարված օր է լինելու։ Այսքանը սիրելի կարիճներ կապված այս ամսվա հետ, եթե ցանկանում եք անհատական հորոսկոպ, անհատական տարո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում, դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։